Տիկին Մանանդյան, դուք այսօր այստեղ ակցիա պետք է իրականացնեիք Իրանի դեսպանատան դիմաց, սակայն նշեցիք, որ հետաձգվում է, ինչն է պատճառը։ Մենք նոր իմացանք, որ փաստացի պայմանագիրը ԱՄՆ-ի եւ Պարսկաստանի միջև այսօր հետաձգվել է, քանի որ հայտարարել է Պարսկաստանը, որ եւս երաշխիքներ է պահանջում արդեն Լիբանանի համար, որը մենք եւս ողջունում ենք, եւ ըստ այդմ հետաձգում ենք ակցիան առաջիկա օրերին, երբ որ ստորագրվի պայմանագիրը, հուսանք այդ ժամանակ արդեն նորից կգանք այստեղ։ Ընդհանուր առմամբ նպատակը իհարկե ողջունելն էր Իրանը, որովհետեւ Իրանի օրինակը մի տեսակ ցնցող է բոլորի համար, բայց մեզ համար, քանի որ մենք Հայաստանում ենք եւ քանի որ մենք հայկական իրականության մեջ ենք, ինչքան էլ մենք մտածենք գլոբալ փոփոխությունների մասին, առաջին հերթին մեզ իհարկե հուզում է մեր հայրենիքը եւ շատ կարևոր տեսակ առանցքային նույնիսկ բան ասել, որ Իրանը ցույց տվեց օրինակ, որ նույնիսկ գերտերությունը կամ նույնիսկ ԱՄՆ եւ Իսրայելը, որ ամենաշատ զինված պետություններն են եւ ամենաֆինանսապես հզոր պետություններից են, այնուամենայնիվ Իրանը ցույց տվեց, որ երբ որ դու առաջնորդվում ես հաստատակամությամբ, երբ որ դու առաջնորդվում ես հավատարմությամբ այն արժեքների հանդեպ, որոնք որ հռչակում ես, դու կարող ես հաղթել։ Եվ քանի որ պայմանագրի բոլոր կետերը եւ հատկապես եթե նաև Լիբանանի պաշտպանությունը եւս ներառվի, ապա բոլոր կետերը իրականում կարելի է պնդել, որ Իրանի հաղթանակ են։ Ըստ այդմ մեզ համար դա շատ կարևոր օրինակ է, որ այս իրականության մեջ, երբ որ ամբողջ հասարակությունը վախեցած է այն կեղծ խաղաղության գաղափարով, որ Նիկոլը հռչակեց եւ ճնշում է ամբողջ հասարակությանը այդ իր կեղծ խաղաղությամբ, շատ կարևոր օրինակ է, որ մենք հասկանանք, որ դա չի կարևորը։ Ամենակարևորը, որ դու հավատարիմ լինես քո արժեքներին, հավատարիմ լինես քո ազգային ինքնությանը եւ դրանով հանդերձ գնաս առաջ։ Եվ այդ դեպքում անգամ ամենահզոր պետությունները չեն համարձակվելու հարձակվել քո վրա։ Եվ մեզ համար դա է ամենակարևորը։ Տիկին Մանանդյան, կա այսպիսի կարծիք, որ Իրաքի կողմից հարձակում կլինի Իրանի ուղղությամբ, ինչ դիրքորոշում ունեք այս մասով։ Տեսեք, իհարկե մենք հասկանում ենք, որ ոչ մի խաղաղության պայմանագիրը ցավոք սրտի այս աշխարհում չի փոխի իրենց լուրջ գլոբալ բան, բայց քայլ առ քայլ ենք դիտարկում։ Ոնց որ միշտ ասում ենք, լուծում ենք խնդիրները ըստ հերթականության, եւ այս պահին այս խնդիրը ինչ որ ձևով արդեն իսկ հաղթանակ է Իրանի համար։ Եվ մենք միշտ, քանի որ փորձում ենք սատարել, ինչքան որ մենք կարող ենք սատարել մեր բարեկամ Իրանին, ըստ այդմ մեզ համար դա այնքան մեծ բան է, որ մենք հասկանում ենք, որ աշխարհը դրանով թերևս քիչ է փոխվում, բայց մտածում ենք նաև կամ գոնե հույս ենք փայփայում, որ դրանով այն քայլ առ քայլ աշխարհը կտեսնի, որ հնարավոր է փոփոխությունը։ Ու նաև մի բան էլ, որ շատ կարևոր է, եվրոպականում, երբ որ մենք ասում ենք տենց քաղաքակիրթ, ճակերտավոր քաղաքակիրթ աշխարհը, որ անընդմեջ հորջորջվում է որպես իբր թե խաղաղության, ժողովրդավարության արժեքների եւ այլնի կրող, իսպառ չէր սատարել Իրանին։ Եվ մեզ համար դա եւս վիրավորական է, ու մեզ համար դա եւս ցուցանիշ է, որ պետք չէ ապավինել այն երկրներին, իդեմս եվրոպական երկրների, որոնք որ իրականում ստում են կամ ոնց որ մենք անընդհատ ասում ենք երեսպաշտությամբ են առաջնորդվում, ու Իրանի պատերազմը ցույց տվեց, որ ամբողջությամբ երեսպաշտություն է, եւ նույնը մենք պետք է ընկալենք նաեւ հայկական իրականության մեջ, որ Եվրոպան շարունակում է առաջնորդվել երեսպաշտությամբ։ Պահ բաց չթողնենք, խոսենք նաեւ Հայաստանի մասին։ Բոլորովին վերջերս տեղի ունեցան խորհրդարանական հերթական ընտրությունները, ԿՊ-ն իշխանության անցավ, սակայն ընդդիմադիր դաշտը հաշտ չէ այս ամենի հետ։ Դուք ինչ դիրքորոշում ունեք առհասարակ ընտրությունների մասին, ինչ գնահատական կտաք, ինչպես անցավ այն։ Մենք արդեն հայտարարել ենք մեր դիրքորոշումը, առաջին հերթին ակնհայտ է, որ ընտրությունները կեղծվել են եւ ամբողջությամբ են կեղծվել, բայց մենք տեսնում ենք եւս ինչ որ փոքրիկ, բայց դրական գործոն։ Մենք տեսնում ենք, որ Նիկոլը փաստացի կորցրեց ժողովրդի այն որոշակի վստահությունը, որ ինքը ցավոք սրտի ուներ։ Ինքը հակառակն է պնդում սակայն։ Իսկ հիմա ինքը տեսնում է, որ ինքը ընդհանուր ընտրողների ընդամենը 29% է հավաքել։ Քվեարկողների լավ, մի ձև 50%-ը, բայց ընդհանուր ընտրողների ընդամենը 29-ը այն պարագայում, որ դա էլ կեղծիքներով։ Ըստ այդմ դա արդեն իսկ Նիկոլի վերջն է։ Եվ սա ակնհայտ է բոլորիս համար։ Ինչ վերաբերում է ընդդիմության
դիրքորոշմանը, ապա ցավոք սրտի իրանք պարզապես հենց ոնց որ դուք ասեցիք հաշտ չեն, որովհետև մենք ակնկալում ենք պայքար, ոչ թե հաշտ չի լինել։ Հաշտ չենք մենք շատ շարիքի հետ աշխարհում, բայց պայքարել է պետք։ Ու ցավոք սրտի ընդդիմությունը ակտիվ պայքար չի տանում դեռ, բայց մենք դեռ հույս ունենք, որ կտանի։ Պայքարի մասին օրինակ երեք Սամվել Կարապետյանը հայտարարել է, որ ընդդիմադիր դաշտի համախմբում է հայտարարում եւ այդպիսով շուտով հանդես կգան մեծ հանրահավաքով բոլոր ընդդիմադիր ուժերով։ Ինչ հանգուցալուծում կստանա ձեր կարծիքով այս ամենը։ Տեսեք, մենք առաջին հերթին ասեմ, որ բոլոր հանրահավաքների միշտ գնում ենք, որպեսզի ցանկացած ընդդիմադիր ուժերին ինչ որ ձևով սատար կանգնենք եւ բոլոր հայտարարություններով ընտրություններից առաջ ես ճիշտն ասած չեմ հավանում իրենց որպես տեխնացուներին եւ ոչ մի արկա, այսինքն ընտրություններին մասնակցող ընդդիմադիր դաշտը այնուամենայնիվ անդադ մարդկանց կոչ էին անում, որ քվեարկեն առաջատար ընդդիմությանը, որպեսզի տապալվի Նիկոլը։ Բայց միայն միաձուլմամբ է հնարավոր։ Միայն եթե բոլոր ընդդիմադիր ուժերը միանան, միայն դրանով հնարավոր կլինի վերջապես տապալել Բայց շանս կա, որ կմիանան։ Շանս կա, որովհետև մենք այժմ այնքան անդունդի եզրին ենք, որ այն վերջի պահին երբեմն հանկարծ հրաշքով մարդիկ այնուամենայնիվ միավորվում են։ Նիկոլ Փաշինյանը մինչ ընտրությունները եւ իր վերընտրվելը նշում էր, որ եթե ինքը չանցնի, ապա պատերազմ է լինելու։ Հիմա ինչ եք կարծում, երբ ինքը անցել է այդ խաղաղությունը իր առաջ բերած թեզերը, արդյոք իրական կդառնան, թե ոչ պատերազմ կլինի, թե չի լինի։ Առաջինը Նիկոլը վաղուց դարձրել է դա խաղակարգ, ինքը անընդմեջ օգտագործում է պատերազմի վտանգ գոնե որպես սպառնալիք։ Այն պարագայում, որ Անդադ ասում ենք, փաստ է, որ մինչև Նիկոլ մենք չենք ունեցել պատերազմներ։ Ըստ այդմ Նիկոլն է բերում պատերազմներ, ոչ հակառակը։ Եվ սա շատ հստակ է ու ցավոք սրտի մարդկանց զգալի զանգվածը, չեմ ասում մեծամասնությունը, բայց զգալի զանգվածը դեռ չի ընկալում, որ հենց Նիկոլով եղավ պատերազմ, Նիկոլով եղավ պարտություն, որը պարտություն չէր, այլ պարզապես սաբոտաժ էր իշխանությունների կողմից, եւ հենց Նիկոլի պատճառով եղավ այն հայտարարությունը, որ ընթանում է, որ մենք կորցրեցինք Արցախը, կորցրեցինք սահմանամերձ մի շարք տարածքները, իսկ այժմ Հայաստանը լցվում է թուրքերով, ադրբեջանցիներով, եւ երբ որ մարդկանց հետ խոսում ես, իրենք ասում են, այո, վտանգավոր է, որ Բաթումի նման բան կդառնա, ոչ, Բաթումի նման չի դառնա, ցեղասպանություն կարող է լինել։ Սա շատ ավելի լուրջ վտանգ է, քան Բաթումի նման էլ չենք ուզում դառնալ, որ բոլոր օտար երկրյա մարդիկ տիրանան ամբողջ երկիրը, մենք ընդհանրապես չկարողանանք ինչ-որ բան անել, բայց այս պարագայում մենք գիտենք ադրբեջանցիների։ Այս օրերին Նիկոլ Փաշինյանին տարբեր երկրների ղեկավարներն են շնորհավորում, բարձրաստիճան պաշտոնյաներ, սակայն մինչ այս պահը մենք տեղյակ ենք, որ Ռուսաստանի Դաշնության նախագահը օրինակ չի շնորհավորել նրան։ Ձեր կարծիքով ի՞նչն է պատճառը, որ չի շնորհավորել։ Ինչ կարող է սա նշանակել։ Քանի որ բոլորին է ակնհայտ, որ ընտրությունները կեղծվել են ու նույնիսկ այդ հաշվարկը վերահաշվարկները իբր թե որ տեղի ունեցան ցույց տվեցին, որ այնքան շատ հայտարարություն կա, որ ընդհանրապես անիմաստ էր համարել, որ ընտրությունները տեղի ունեցան, որովհետև նույնիսկ այն մարդիկ, որոնք որ քվեարկել են, իրենց քվեն էլ հաշվի չեն առել, ամբողջությամբ կեղծել են։ Ըստ այդմ մենք ոչ թե ողջունում ենք Ռուսաստանին, որ չի ողջունել, որովհետև դա նորմալ է, այլ դատապարտում ենք այն երկրներին, որոնք որ շնորհավորել են։ Ընդ որում, մի շարք երկրները շնորհավորել են այն ժամանակ, երբ որ կենտրոնական ընտրական հանձնաժողովը դեռ չի էլ հայտարարել արդյունքները։ Եվ երեսպաշտ Եվրոպայի համար սա ցավոք սրտի նորմալ է։ Եվ ակցիայի հետ կապված, որը տեղի ունեցավ այսօր, ինչ եք տեսել, անել, տեսնում ենք, որ փուչիկ եք բերել, սև, ինչ է դա նշանակում։ Այո, մենք միշտ փորձում ենք ինչ-որ հետաքրքիր տարրեր, որպեսզի առավելագույնս մարդկանց ցույց տանք անհրաժեշտությունը ընդհանուր պայքարի։ Նախ ծաղիկ էինք պատրաստվում հանձնել, բայց դա ուրիշ անգամ կհանձնենք։ Երկրորդը պատրաստվում էինք ման վառելի հիշատակ բոլոր զոհերի եւ հատկապես հոգեվոր առաջնորդի։ Եվ երրորդը պատրաստվում էինք պայթեցնել փուչիկ, որպեսի ցույց տանք, որ չարիքը նույնիսկ երբ որ այն շատ սև է եւ վտանգավոր է թվում, թերևս հնարավոր է պարզապես պայթեցնել, երբ որ դու առաջնորդվում ես վեհագույն արժեքներով։